Պարոն Ավետիսյան, բարև ձեզ, ինչպես եք գնահատում քարոզարշավը, ինչպես է ընթանում Էջմիածնում։ Մեր քարոզարշավը ընթանում է շատ դրական և ջերմ, այդ ջերմությունը մենք զգում ենք ամենօրյա քաղաքացիների հետ շփումից, կարծես մարդիկ այս անցնող տարիների ընթացքում, այսպես ասած, կարիք են ունեցել, որ որևէ թեկնածու գա ոչ թե խոստումներ տա և գնա, այլ լսի բնակիչների բողոքները և հաշվի նստի իրենց խոսքի հետ։ Մեր քարոզարշավը հենց հիմնված է եղել դրա վրա, որ մենք լսել ենք քաղաքացիների խնդիրները և շարունակելու ենք լսել գալիք օրերին քարոզարշավի։ Պարոն Ավետիսյան, այս ընթացքում քարոզարշավի նկատել եք խախտումներ, որոնք այսպես ասած աչքի զարնող են եղել։ Բազմաթիվ են եղել խախտումները, դրանց մասին մամուլում բազմիցս բարձրաձայնվել են, մենք տարբեր հարթակներով խոսել ենք, խախտումներ կան, որ շտկվել են, խախտումներ կան, որ մինչ այս պահը շարունակվում են, չգիտեմ դրանց իշխանական այդ բացի թողի վիճակի դեմը ոնց կարելի է առնել, բայց խախտումները արձանագրվել են տարբեր կազմակերպությունների կողմերից, ոչ միայն մեր։ Իդեպ մենք այստեղ գալու ճանապարհին նկատեցինք, որ գրեթե ամբողջ ճանապարհին ցուցանակները հենց իշխող կուսակցության թեկնածուինն են, այդ մասով ինչ որ չգիտեմ։ Այդ ցուցանակները, տեսեք, իրենք իրենց թույլատվություն են տվել, իրենք ինչ որ X կազմակերպության հետ պայմանագիր են կնքել եւ ամբողջ ճանապարհը, ինչպես նշեցիք, ողողված են իրենց նկարներով, բայց իրենք չեն գիտակցում, որ դա էլ մարդկանց մոտ զզվանք է առաջացնում։ Անընդհատ նույն մարդու պատկերը տեսնելով ու տենց իրենք փոքրիկ խորամանկություն են արել, վրայի ՔՊ գրվածը շատ փոքր են գրել, որպեսզի իբր չասոցացվի ՔՊ-ի թեկնածուն ՔՊ-ի հետ, բայց դա անհնար է, էլի մարդիկ այդ ցուցանակները տեսնելով առաջինը տեսնում են Նիկոլ Փաշինյանին։ Այցելում եք տարբեր հատվածներ Էջմիածնի, ինչպես է տրամադրությունը էջմիածինցիներին։ Էջմիածնցիները տրամադրված են, որ իրենց քաղաքում չպետք է լինի քաղաքապետ, որը կողմ է եկեղեցու դեմ հարձակումներին, իսկ ՔՊ-ի թեկնածուն բնականաբար ինքը իրենով չի կարող դիրքորոշում արտահայտել, որը դեմ կլինի ՔՊ-ի տեսակետին։ Իդեպ տեղակ եք նա մասնակցել է վերջերս կարգալույց քահանայի պատարագին, թե ոչ։ Նման տեղեկություն չունեմ, ճիշտ ասած չեմ կարող հստակ ասել։